Եթե հավատում ենք, թե Հիսուս մեռավ և հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսի միջոցով ննջեցյալներին պիտի բերի նրա հետ։ Նոր կտակարան, առաջին թուղթ առ Թեսաղոնիկեցիս։ Հարություն կառնես, այո, հարություն կառնես, ով իմ հող դառնալու մարմին, քիչ հանգստանալուց հետո։ Անմահ կյանք կպարգևի քեզ նա, ով ստեղծել է քեզ։ Նորից աճելու համար ենք ցանվում հողում, երկրիս Տերը կգա, կհավաքի մեզ, խուրձերիս, որ մեռնելով ցանվել էինք աճելու, հասունանալու համար, որ հնձվենք։ Ամեն։ Խաչյալ Քրիստոսի հարության տոնը կատարում ենք որպես ուրախալից հիշատակ մեր իսկ անմահության։ Քրիստոսի հարությունը վկայությունն է այն զարմանահրաշ փոփոխությունների, որոնք պետք է տեղի ունենան նաև քրիստոնյա հավատացյալների հետ։ Այո, Աստված կա և ես նրա ստեղծագործությունն եմ, ու հավիտյան անապական և անեղծանելի եմ։ Ես ծնվել եմ ոչ թե անհետ կորչելու, այլ անմահ լինելու համար։ Կգա օրը, երբ ես այլևս այս աշխարհի բնակիչը չեմ լինի, այլ Աստծո արքայության ժառանգորդը կլինեմ։ Ես կոչված եմ հավիտենական և անմահ կյանքի համար։ Այս մարմինը, որն այժմ ունեմ և որով ապրում եմ, երկրի հողից է առնված և դարձյալ հող պետք է դառնա, բայց հարուցյալ մարմինն անեղծ, անապական է, ասում է Սուրբ Գիրքը։ Զուր կճանանք կռահել, թե ինչպիսին կարող են լինել հարության այդ զարմանահրաշ այլափոխությունները։ Դա կնշանակեր մեր մարդկային տկար և սահմանափակ խելքով փորձել հասկանալ աստվածային անսահման զորության գաղտնիքը և մեր մարդկային անկատար տեսությամբ խորամուխ լինել աստվածային անհուն իմաստության խորքը։ Ինչպես կարող էր մեզ հասկանալի լինել այն, ինչի հետ երկրային որևիցե բան չի կարող համեմատվել։ Պողոս առաքյալը զուր է համարում մարդկանց անտեղի հետաքրքրությունը, անպտուղ ջանքը, իմանալու, թե ինչ կկատարվի մեզ հետ մահից հետո։ Այդ մասին նա ունի այն խոնարհասիրտ խոստովանությունը միայն, թե հավատքով ենք ընթանում և ոչ թե երևույթով։ Բավական է, որ քրիստոնյան մեր սրտին անդորրություն պարգևող այն համոզմունքն ունի, թե մեզ սպասում է հավիտենական կյանք, որը մեզ համար սահմանված է աշխարհի սկզբից և որի մասին Սուրբ Գիրքն ասում է. «Եվ այլևս մահ չկա, ոչ սուգ, ոչ աղաղակ, ոչ ցավ և ոչ չարչարանք, քանի որ առաջինն անցավ»։ Արդարև, ով այնքան անմիտ կլինի, որ մտքով կանցկացնի, թե հողից կազմված մեր այս մարմինն է հոգին առաջ բերել, և երբ դիակը մեկ օր կրկին հող դառնա, հոգին էլ հետը կոչնչանա։ Միայն այն մարդը կարող է կասկածել մեր անմահության վրա, ով պատճառ ունի անմահությունից վախենալու։ Ով հանցավոր մարդ, Աստված կա, և ինչպես որ տիրապես կա Աստված, նույնպես և դու անմահ ես, և քո գործերը հետևիցդ գալիս են դեպի հավիտենական կյանք։ Եթե մարդկային հոգին այս երկրավոր կյանքի վաղանցիկ օրերի համար սոսկ լիներ, այլևս անհրաժեշտ չէին լինի հոգու այն գերազանցությունները, որոնք Աստված պարգևել է նրան։ Եթե նա այլ կենդանիների նման օժտված լիներ միայն բնական գրգիռներով և զգայություններով, ապա նա միայն կհոգար իր սննդի և իրեն պահպանելու մասին։ Եթե այդպես լիներ, մեզ համար էլ ինչ արժեք պետք է ունենային մեր հոգու փառավոր ընդունակությունները։ Ինչու մենք պետք է ջանայինք կատարելագործել այդ ընդունակությունները։
Ինչու Աստված ճանաչություն պետք է ունենայինք, եթե Աստված, որին մենք երկրպագում ենք, մեր հավիտենական հայրը չլիներ։ Ինչու է Աստված մեր սրտի մեջ դրել ապրելու և կյանքի տևականության ձգտման անանցանելի ցանկությունը, եթե ամենաողորմած Աստված մեր այդ իղձին չպետք է մեզ հասցներ։ Միթե մենք ամենաչնչին կենդանուց էլ ավելի թշվառ չէինք լինի մեր ունեցած հոգևոր և մտավոր բարձր կարողություններով, եթե հոգու անմահությունը պատրանք և խաբեություն լիներ։ Կենդանին չունի մահվան զգացողություն և անհոգ ապրում է եկող ժամի համար։ Ինչու է ամենագետ Աստված մարդուն տվել այն ձիրքը, այն միտքը, որ նա կարող է աչքն ապագային հառել, ապագայի մասին մտածել։ Կասկածամիտ մարդ, միթե կկարողանաս Աստծուն հայհոյել և ասել, թե նա ապագայի մասին մտածմունքը տվել է մեզ, որ ավելի թշվառ լինենք, քանի որ մեր առջև մեր մահն ունենք։ Հետևաբար, աշխարհում ունեցած կյանքով մենք դեռ չենք հասնում մեր կոչմանը։ Սակայն փառք Աստծո, որ մենք մեր մեջ ունենք անսահման կատարելության սերմը, մեր անմահ հոգին, որով և հավիտենական կատարյալ կյանքը պետք է ժառանգենք։ Եթե Աստված կա, և եթե նա ամենակատարյալ և ամենասուրբ էակն է, ինչպես սիրտ կանես մտքովդ անցկացնել, թե նա արդարադատ չէ։ Այն թշվառ մարդը, որ չի հավատում, թե մեր հոգին մշտակյաց է, և չի հավատում, թե ամեն մարդ իր գործերի համեմատ պիտի հատուցում ստանա նրանից, ով աստղերից վեր է բնակվում, այդպիսի մոլորվածն իր համար մի անկատար Աստված է ընդունում։ Այդպիսի մարդը կարծում է, որ իր խիստ զգայուն հոգում ավելի բարձր արդարադատություն կա, քան ամենասուրբ Աստծու մոտ։ Բայց Աստծու արդարության մասին խոսք չէր կարող լինել, եթե բարեպաշտ քրիստոնյաները, որոնք աշխարհիս մեջ ամենածանր նեղություններն են կրել, ի վերջո երջանիկ օրեր չտեսնեն։ Եվ ով կհամարձակվեր խոսել Աստծու ճշմարտացիության մասին, եթե չարագործները, որոնք միայն անօրինություններ են գործել, անհոգ ապրելով մինչև կյանքի վերջին տարիները, այդպես էլ իրենց գործերի հատուցումը չստանան։ Բայց ինչպես բարեպաշտ քրիստոնյայի, այնպես էլ մեղքերի մեջ թաղված ամբարիշտի սիրտը վկայում է, թե վերևում նա է, ով դատում է ու հատուցում։ Այո, վերևում աստղերից բարձր երկնային դատավորն է իր արդար դատաստանով։ Այլևս մի վհատվիր, ով Աստծու զավակ։ Հաղթանակիդ օրը կգա, քաջ սրտով տար քո խաչը, ինչպես որ Քրիստոսը տարավ մինչև գերեզման, և դու էլ հարություն առնելով հավիտյան կապրես նրա նման։ Մենք անմահ ենք, հավիտենական որս չենք մահվան։ Այ որբ մնացած երեխաներ, ինչու եք անմխիթար արտասվում ձեր հոր, ձեր մոր գերեզմանի վրա։ Ով հայր, ով մայր, ինչու ես այդքան տխրում, ցավում անցավոր կյանքին հրաժեշտ տված քո զավակի համար։ Նրան դու դեռ կհանդիպես, նա քեզ համար մեկ ընդմիշտ կորած չէ։ Մենք անմահ ենք, ով Աստված, ով իմ Աստված, որ անչափ ողորմած ես, իմաստուն և արդարադատ, իմ ունեցած այս հույսի մեջ է երկրային կյանքիս ամբողջ քաղցրությունը։ Քո ստեղծած աշխարհի մեջ մահ չկա, այլ միայն կյանք, և ինչ որ մենք մահ ենք անվանում, մի այլափոխություն է միայն։ Դու ինքդ կյանք և կենդանություն ես։ Ինչպես կարող է, որ քո մեջ բնակվեմ և կյանքս դադարի։ Դու ինձ նրա համար չես աշխարհ բերել,
որ ես մի երազի նման անցկացնեմ կյանքս և ամեն բան վերջանա, մի ժամանակ աշխարհիս վրա ապրած լինեմ և հետո չեղածների թվում համարվեմ։ Ինչպիսի անպատմելի ցնծությամբ է լցվում հոգիս, ինչպիսի հանգստություն, ինչպիսի անվրդով խաղաղություն է բերում սրտիս հավիտենական կյանք վայելելու մտածմունքս։ Կյանքիս մեջ տեսած ցավեր և նեղություններ, իմ քաշած սև օրեր, իմ անցկացրած տխուր ժամեր, ինչ եք դուք իմ ապագա երջանիկ կյանքի առջև։ Այն ստվերն եք, որ շուտ անցնում գնում եք և իմ մեջ ոչ մի հետք չեք թողնում։ Աստծու այն դրդումներն եք, որ խրատում եք ամուր պահել իր պատվիրանները և հիշեցնում հավիտենական կյանք ունենալու կոչմանս մասին։ Ով իմ Աստված, ամուր կփարվեմ քեզ, օգնիր ինձ Տեր, որպեսզի Սուրբ Հոգուդ առաջնորդությամբ այնպես ապրեմ այս անցավոր աշխարհում, որ հավիտենական թագավորությանդ արժանի լինեմ։ Հավիտենական Հայր, քո փառքի մեջ ընդունիր բոլոր նրանց, ովքեր քեզ մոտ գալ են սրտանց փափագում։ Ամեն։